Իդեպ երկու օր է ազգային ժողովը քննարկում է կառավարության 2021-ից 2026 թվականների 2024 թվականի ծրագրի կատարողականը։ Չնայած զեկույցը նվիրված է 2024 թվականին, բայց Նիկոլ Փաշինյանը խոսեց իր կառավարման 2018 թվականից ընդհանրական թվերով։ Օրինակ նշեց, որ 2018-ից ի վեր մոտ 234 միլիարդ դրամ են հատկացրել թոշակների բարձրացմանը, բայց չնշեց, որ 2024-ին թոշակները չեն բարձրացել, նույնը նպաստների մասով։ Խոստացել էին 2024-ին երկուսն էլ բարձրացնել, բայց ոչ 2024-ին, ոչ 2025-ին բարձրացում չի նախատեսվում։ Փաշինյանը նշեց, որ 2018-ից ի վեր 99 միլիարդ դրամ են հատկացրել 300 դպրոց ծրագրի իրականացման համար, սակայն չնշեց, թե դրանցից քանիսն են ավարտին հասցվել։ Իհարկե չնշեց նաև, որ մոտ 30 դպրոց էլ փակվել է։ Իդեպ այսօր ապրիլի 17-ին փակվում է եւս մեկ քոլեջ, եւս մեկն էլ փակվել էր նախորդ կառավարության նիստում։ Փաշինյանը նշեց, թե այսօր կա 500,000 եւ ավելի դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ եւ զինվորական, սակայն չնշեց, թե հազարներից քանիսը ովքեր եւ ինչ առնչություն ունեն ՔՊ-ի հետ։ Աշխատավարձերը իրոք կտրուկ բարձրացել են, ավելին հավելավճարների մեծ չափ է սահմանվել, սակայն դատախազների, պաշտոնյաների, քննիչների եւ այսպես ասած հասարակ ժողովրդի շրջանակներում չտեղավորվողների համար։